Տաղավարում հյուրընկալել եմ հասարակական քաղաքական գործիչ Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանին, ասամ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք, պարոն Աթանեսյան, վերջին շրջանում իրադարձությունները դե գիտեք արագ են զարգանում, մեր համար էլ ավելի արագ սկսեցին զարգանալ իրադարձությունները 2020 թվականի իրադարձություններից հետո, պատերազմից հետո, հայ-ադրբեջանական սահմանի պատերազմական ռազմական գործողություններից հետո, էթնիկ զտումից հետո, վերջին հայ-ադրբեջանական դիվանագիտական քաղաքական ակտիվացումից հետո հիմա հասարակությունը ակտիվորեն քննարկում է թե ինչ է օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որ ստորագրվեց եւ հայ-ամերիկյան երկկողմ մակարդակում եւ եռակողմ մակարդակում եւ նոյեմբերի 9-ը քննարկում են որն էր ավելի լավ, որ ավելի վատ, post factum ինչ կա այդտեղ քննարկելու բազմաթիվ հարցեր այլևս ցավալիորեն լուծված են, բայց ձեր կենսափորձ անցած ճանապարհը թույլ է տալիս ձեզ հարցնել որտեվ դուք լի է թվում նաև պարլամենտում աշխատանքի ընթացքում հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ հնարավորություն ունեցել եք դիտարկել, երբ խզումը առաջացավ, երբ մենք ունեինք հնարավորություն գնալ ինչ-որ լուծման Արցախի հարցում, եւ երբ այդ պատուհանը կամաց-կամաց փակվեց եւ վերջնականապես կորցրեցինք հնարավորությունը, դա խզում էր երկու հայկական պետությունների ղեկավարների միջև Ալիևի իշխանավարման, կրտսեր Ալիևի իշխանության գալու հետ էր փոխկապակցված թե սա այլևս դանդաղ ռումբ էր, որ դրված էր ու վաղ թե ուշ պայթելու էր ու հաստատ ոչ հոգուտ մեզ։ Երբ այդ պատուհանը փակվեց ձեզ Արցախի հարցի ավելի ռացիոնալ լուծման։ Ես կարծում եմ միակ հնարավորությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող էր խաղաղ բանակցային ճանապարհով լուծվել, դա 1997 թվականի տարեվերջին առաջարկած փուլային ծրագիրն էր, փուլային տարբերակը։ Ինչու, որովհետև խնդրի կարգավորման միջազգային հայեցակարգը սահմանված էր ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ։ Ըստ այդ որոշման Լեռնային Ղարաբաղի խնդիրը ենթակա էր փուլային լուծման։ Առաջին փուլում քաղաքական համաձայնություն զինված հակամարտությանը վերջ տալու մասին, այսինքն պատերազմ դադարեցնելու մասին կամ խաղաղության պայմանագիր, այսպես ասած, երկրորդ փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշարկում։ Ընդ որում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ։ Քանի որ պատերազմի դադարեցման քաղաքական համաձայնագիրը պետք է լիներ եռակողմ։ Քանի որ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը եռակողմ է։ Այդ նշենք Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ։ Այո։ Իսկ մինչ այդ 1994 թվականի մայիսի 5-ին քաղաքական համաձայնություններ ստորագրվել Բիշկեկում պաշտոնական փաստաթղթի անվանումը Բիշկեկի արձանագրություն է, բայց դա քաղաքական համաձայնագիր է պատերազմին վերջ տալու եւ խաղաղ ճանապարհով խնդիր կարգավորելու մասին։ Դուրն Բիշկեկի արձանագրության մեջ հստակ արձանագրված է, որ հրադադարը հաստատվում է, որպեսզի կատարվեն 1993 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսների Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 4 բանաձևերի պահանջները։ Այսինքն անդադար Ալիևը խոսում էր։ Այո, այսինքն Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը Ադրբեջանի հետ 1994 թվականին հրադադար են ստորագրել բուն Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական տարածքները, բացի Լաչինի շրջանից, Ադրբեջանին վերադարձնելու նախապայմանով։ Այնինչ որ 1997 թվականի կարգավորման փուլային տարբերակը առաջարկում է։ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձում են Ադրբեջանին, բացի Լաչինի շրջանից, պատերազմին վերջ է տրվում, կոմունիկացիաները բացվում են, սկսում է տնտեսական աշխուժացում, տնտեսական համագործակցություն եւ այդ ընդհանուր կոնտեքստում երեք կողմերը Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու մասին։ Սա է եղել միակ օպտիմալ իրացնելի հնարավոր տարբերակը։ Երբ այդ պատուհանը փակվել է, ընդ որում փակվել է շերխկոցով, հայկական կողմերից, Կողմերից թե կողմից։ Կողմերից։ Հա։ Այսինքն Երևանում իշխանությունները, Ստեփանակերտում իշխանությունները հստակ պատկերացում էին Տեր-Պետրոսյանին պարտադրելով հեռանալ եւ որդեգրելով նոր քաղաքական Ես չգիտեմ մանրամասնությունները
արժե հրապարակայնացնել, չարժե հրապարակայնացնել, չգիտեմ, բայց ես չեմ ընդունում, կատեգորիկ չեմ ընդունում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն վերագրումը, որ կարգավորման փուլային տարբերակը վիժեցրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքական ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Սա միանշանակորեն պատմության խեղաթյուրում է։ Որովհետև 1998 թվականի հունվարի 7-ի 8-ի Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստերի երկու նիստի ընդհանուր մթնոլորտը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր ելույթների, հարցազրույցների ընտրանիում։ Դա հրապարակված է, հասանելի է նույնիսկ համացանցում, այսպես նոր տերմինով ասած, բավական է 1 րոպե գուգլել եւ այդ ամբողջ սղագրությունը կարող ենք կարդալ մենք։ Այնտեղ խոսում է Հայաստանի վարչապետի դիրքորոշման մասին։ Բառացիորեն մեջբերում է ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանը։ Մեջբերում է Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի տեսակետը, ինչ է ասել։ Անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի տեսակետը։ Սրանք են քաղաքական հիմնավորողները։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի, ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի եւ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի տեսակետներին, ապա առաջին նախագահ յուրաքանչյուրից փոխանցում է 1 նախադասություն։ Այսինքն էականորեն այդ մարդիկ ոչինչ չեն ասել։ Հակառակ պարագայում պետք է բերվեր նրանց հիմնավոր փաստարկները։ Օրինակ ասենք Լեոն Տեր-Պետրոսյանը մեջբերում է Օլեգ Եսայանին, որը ասում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձեն, ապա կսկսվի բնակչության արտագաղթ։ Բնակչությունը զանգվածային գլքի բնակավայրերը անվտանգության երաշխիքներ չունենալով կտեղափոխվեն Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի հարցը կփակվի։ Սա էմոցիոնալ տեսակետ է։ Կոնցեպտուալ առարկությունները բերվել են վարչապետ Ռոբերտ Քոչարյանի եւ հիմնականում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Նույնիսկ անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի առարկումները իմ կարծիքով, իմ դիտարկմամբ հիմնակազմից չեն, հիմնարար չեն։ Այսինքն փաստորեն փուլային տարբերակը բերվել է Հայաստանի կառավարության նախագահի կողմից։ Հա, բայց նոր ասացիք հայկական կողմերից, այդ թվում է Արցախի էր ստացվում հայկական։ Քանի որ ներկա են գտնվել եւ չեն առարկել, չեն պաշտպանել, համարում եմ, որ նրանք մասնակցել են Հայաստանի վարչապետի եւ պաշտպանության նախարարի կազմակերպած, այսպես ասեմ, վիժեցման գործընթացին։ Այստեղ շատ սկզբունքային մի բան։ Որն է շահը ըստ ձեզ Ռոբերտ Քոչարյանի, որ ինքը վիժեցներ, որովհետեւ այս դեպքում հասկանում ենք, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ուղերձում էլ հայտնի ուժերի կողմից ինձ առաջ քաշված պահանջների մասով հստակ էր, որ Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին էր։ Ինչպես էր ինքը պատկերացնում այդ լուծումը։ Երևի պատկերացնում էր այնպես, ինչպես մի քանի ամիս հետո Վարդան Օսկանյանը Մոսկվայում առաջարկել է Եվգենի Պրիմակովին ընդհանուր պետություն Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Չի, քանի որ գիտեք նոնսենսը նրանում դա ավելի ռացիոնալ չէր։ Ռացիոնալ ոչ ռացիոնալը մի կողմ։ Կարող ենք ասել, որ ավելի ռացիոնալ էր, քան փուլային տարբերակ։ Բայց երբ դու մերժում ես մի տարբերակ, հիմնավորելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձման ենթակա չեն, կամ այդ պահին վերադարձման ենթակա չեն, բայց 4 ամիս հետո, իշխանության գալուց 4 ամիս հետո, 1998 թվականի մայիսին առաջարկում ես մի տարբերակ, որը ավելի վատ է, տարածքների առումով ավելի վատ է, քան փուլայինը, որովհետև ընդհանուր պետությունը ենթադրում էր նաև Լաչինի շրջանի վերադարձ, բացառությամբ միջանցքային հատվածի։ Փուլային տարբերակով հայկական վերահսկողության տակ մնում էր նախկին ԼՂՄ-ի եւ Լաչինի շրջանի ամբողջական տարածքը։
98 թվականի ընդհանուր պետության տարբերակով արդեն խոսքը գնում է նախկին լղիմ եւ Լաչինի միջանցք, որի պարամետրերը պետք է որոշեին Հայաստան եւ Ադրբեջանը։ Հիմա ասում են այն ժամանակ խոսակցություն է եղել 20 կիլոմետր լայնքով միջանցքի մասին, որը գրեթե ամբողջությամբ ընդգրկում է Լաչինի շրջանը։ Բայց արդյոք Ադրբեջանը դրան համաձայն է, ոչ չի համաձայն։ Ադրբեջանը ի սկզբանե ընդհանուր պետության տարբերակը մերժել է։ Պատճառաբանելով, որ ինքը իր արտաքին քաղաքականությունը որոշելու համար չի կարող Ստեփանակերտի կարծիքը հաշվի առնել։ Դու փաստորեն այնտեղ գրված է, որ այդ ընդհանուր պետության համար շատ սկզբունքային նշանակության հարցերում պետք է Բաքուն խորհրդակցի Ստեփանակերտի հետ։ Պարզ ասած, եթե Ադրբեջանը որոշում է, որ կոնֆեդերացիա է կազմում Թուրքիայի հետ, Պիտի հաշվի, ապա եթե Ստեփանակերտը դեմ է, այդ կոնֆեդերացիան չի կարող ստացվել, ինչ իհարկե Ադրբեջանը միանգամից մերժել է։ Հետագայում մի ճշտում էլի պարզապես։ Իսկ այդ հասկացանք, որ մերժում է եղել է։ Իսկ փուլային տարբերակի մասով հաստատում եղել է Բաքվից։ Այո։ Այսինքն իրենք համաձայն էին։ Այո, այո։ Նորում դա միակ տարբերակն է, որին Ադրբեջանը իր համաձայնությունը տվել է։ Հետագա ոչ մի Իսկ արտաքին խաղացողների ճնշում էստեղ տեսնում եք, որովհետև ի վերջո, եթե անգամ փուլային տարբերակով ու խաղաղության պայմանագիր է կնքվում, պարզ է դառնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո եկել են կոնսենսուսի Արցախի հարցում, թեկուզ փուլային տարբերակով հետագայում թողնելով կարգավիճակի հարցը եւ այլն, փաստացի կոնֆլիկտը համարվում է սպառված։ Մինչդեռ բոլորիս համար հայտնի է, որ կան տերություններ, որոնք կոնֆլիկտի կառավարմամբ են զբաղվել տևական ժամանակ եւ սա գաղտնիք չէ կարծում։ Կարող էր արտաքին ճնշում գործադրվեր Հայաստանի վարչապետի կամ առաջարկ, ճնշում ինչու ճնշում, առաջարկ, որպեսզի լուծումը տանեն այն ճանապարհով, որ բանակցությունները ել ավելի երկար են, կոնֆլիկտը ել ավելի ձգվի եւ դրա հաշվին երկու պետությունների վրա ազդեցությունը ել ավելի խորանա։ Եթե պատմականորեն հետադարձ հայացք ենք նետում, ապա դա այն շրջանն է, երբ Ռուսաստանը Չեչնիայի հետ ստորագրել էր Խասավյուրտի զինադադարի պայմանագիրը եւ փաստացի Ռուսաստանը գրեթե ճանաչում էր Չեչնիայի անկախությունը։ Գրեթե։ Այս առումով ես կարծում եմ Ռուսաստանին պետք է որ ձեռնտու լիներ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը, որովհետև դա թույլ էր տալիս իրեն բարելավելու հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը այդ պահին, այդ փուլում Չեչնիայի հիմնական հովանավորներից մեկն էր։ Չեչնիա զենքի մատակարարումները իրականացում են Ադրբեջանի տարածքով, հազարավոր չեչեն մարտիկներ բուժում էին ստանում Ադրբեջանում, Ադրբեջանը պաշտոնապես Բաքվում բացել էր Իչկերիայի հանրապետության ներկայացություն, մի խոսքով, տարածաշրջանում, հարավային հյուսիսային Կովկասյան տարածաշրջանում Չեչնիայի հովանավոր Ադրբեջանն էր։ Կոնֆլիկտի կարգավորում իմ կարծիքով Ռուսաստանին թույլ կտար բարելավելու հարաբերությունները Ադրբեջանի հետ, որովհետև Ադրբեջանի մենտալիտետը եւ ազգային մենտալիտետը եւ քաղաքական մենտալիտետը այն էր, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում ոչ թե Հայաստանին են իրենք պարտվել, այլ Ռուսաստանին։ Ռուսաստանին, հա։ Որ դա Ռուսաստանի ձեռքի գործն է, Ռուսաստանն է կազմակերպել։ Պատկերացրեք, ասենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները հենց այնպես վերադարձում են Ադրբեջանին եւ դա անում է Ռուսաստանը։ Կնպաստեր դա ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման։ Ես կարծում եմ կնպաստեր, իհարկե, անպայման կնպաստեր։ Ինչ վերաբերում այլ խաղացողների, այստեղ եթե նկատի ենք ունենում մենք արևմուտքը, ապա այս թեզը քննադատության չի դիմանում, որովհետև արևմուտքը 1994 թվականի սեպտեմբերին դարի պայմանագիրը, այսպես ասած, այդ Բաքու-Ջեհան կոնսորցիումի պայմանագիրը ստորագրելով միշտ էլ հույս է ունեցել, որ այդ նավթամուղը անցնելու է Հայաստանի հարավով։ Սա էլ արևմուտքի, Թուրքիայի բավարարվածությունը պետք է լիներ
փոխանակ ասենք 1700 կիլոմետրանոց Վրաստանի տարածքով գազը նավթամու անցկացնել Ջեհան, Հայաստանի տարածքով ավելի կարճ կիլոմետրերի առումով ավելի անվտանգ եւ իրենց համար ավելի ձեռնտու, որովհետեւ ի վերջո այլ բան է խողովակաշարը սահմանակից լինի Ռուսաստանին, այլ բան է Ռուսաստանից հեռու լինի։ Այս անվտանգային հարցերն էլ միշտ եղել են եւ եթե հիշողությունս չի դավաճանում Բաքու-Ջեհան նավթամուղի շինարարությունը սկսվել է փուլային տարբերակի մերժումից հետո։ Այստեղ ինչ է ստացվում, պարոն Օթանեսյան։ Հայաստանի իշխանությունները կողմ են եղել փուլայինին։ Ադրբեջանի իշխանությունները կողմ են եղել փուլայինին։ Ռուսաստանը դեմ չի եղել խոշոր հաշվով փուլայինին։ Ճիշտ եմ հասկանում։ Ես այդպես եմ կարծում։ Դեմ չի եղել հաճայանալու այդ թվում նաև Ադրբեջանի, որովհետև 7 շրջանի վերադարձեր տեղի ունենալու առանց լաչին այս դեպքում, հա։ Արևմուտքը դեմ չի եղել նավթագազամուղերը այդ թվում նաև Հայաստանի հարավով անցկացնելու մասին։ Նաև երկաթուղին։ Նաև երկաթուղին։ Ընդ որում երկաթուղին այդ ժամանակ դեռ կար, գոյություն ուներ։ Բա ով է դեմ եղել։ Այսինքն բոլոր ունեցել են կոնսենսուս, դեմ է եղել Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը։ Այդքան հզոր էին այդ երեքը։ Առաջին պատկերից սա է, ինչ որ դուք եք ասում։ Խորքում ինչ կա։ Մեկ չեք կարող իմանալ, որովհետեւ այդ թեման նախկին իշխանությունների օրոք տաբու է եղել 20 տարի, մինչև 2018 թվականը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո լրջորեն չի քննարկվել։ Գուցե ինչ-որ կոնֆիդենցիալ քննարկումներ ունեցել է վարչապետ Փաշինյանն, ասենք, նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կամ չգիտեմ ում հետ, բայց համենայնդեպս այս հարցերը երբեք պես ժողովրդական լեզվով ասած ջրի երես դուրս չեն եկել, որպեսզի դիսկուրս ծավալվի, ու այդ դիսկուրսից կարողանաս ենթադրել իսկ որոշում կայացնողները։ Ախր բանակցել են, չէ՞, այդ ընթացքում։ Մադրիդ է եղել, Կազան է եղել, Վիեննա է եղել, Քիվեստ է եղել։ Դրանք արդեն բանակցություններ չեն եղել։ Բա ինչ են եղել այդ դեպքում։ Իմիտացիա։ Իսկ իմիտացիան ով էր անում։ Ավելի շատ մենք էինք անում, թե ադրբեջանցիները։ Ավելի շատ Ադրբեջանը։ Ավելի շատ Ադրբեջանը, որովհետև Հայաստանի իշխանությունը գոնե 2005-6 թվականներից արդեն լրջորեն գիտակցել է խնդրի վտանգավորությունը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրենց պաշտոնավարման ընթացքում անկեղծորեն փորձել են հասնել խնդրի լուծման։ Ես կարող եմ ասել, քանի որ այդ շրջանում ես Արցախի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եմ եղել, ունեցել եմ եւ բաց եւ փակ քննարկումներ Հայաստանի գործընկերների հետ, իսկ նրանք բավական տեղեկացված էին։ Ես 2006 թվականի ապրիլին Ստեփանակերտում կազմակերպել եմ կարգավորման հարցով խորհրդարանական լսումներ, որին հրավիրված են եղել նաև Հայաստանից փորձագետներ, Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ։ Այդ լսումներից շատ կարճ ժամանակ հետո, երևի բիշապատ 10 օր հետո Ստեփանակերտ է գործողվել արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։ Վարդան Օսկանյանը հանդիպումներ է ունեցել եւ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ խորհրդարանի ղեկավարության հետ, բացի այդ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ փակ հանդիպում է անցկացրել, մամուլ բացարձակապես չկա, պայմանավորվածությունը եղել է այնպես, որ այդ սենյակից տեղեկատվական արտահոս չի լինելու։ Վարդան Օսկանյանը արդեն 2006 թվականին մոտավորապես հասկացրել է, որ Հայաստանը աշխատում է հասնել նրան, որ նախկին ԼՂՄ-ի տարածքը եւ Լաչինի միջանցքը մնան հայկական վերահսկողության տակ, իսկ կարգավիճակի հարցը լուծվի ռեֆերենդումով։ Այսինքն այն ինչ որ փուլայինով առաջարկում էին։ Ոչ, փուլայինով գրված չի, որ
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով։ Պլանում գրված է, որ կարգավիճակի շուրջ բանակցությունների ձևաչափը, առարկան կորոշեն կողմերը հետագայում։ Այսինքն Դե արկախում էր, այս պարագայում էլ է որոշակի արկախում, այն պարագայում էլ է արկախում։ այո, չէ, տարբերությունը նա է, որ 2007 թվականին երբ ներկայացվել էր Մադրիդյան առաջարկությունները, այդտեղ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական ուժ ունեցող կամ արտահայտությամբ։ Այդտեղ գրված չի հանրաքվե, իրավական ուժ ունեցող կամ արտահայտություն։ Ու որոշ դեպքերում ասում են փակագծերում գրված է եղել ռեֆերենդում պլյուս պլեբիսցիտ, ռեֆերենդում կոտորակ պլեբիսցիտ, այսինքն որի շուրջ կողմերը կգային համաձայնության, եւ սա առաջարկվել է բոլորս հայտնի է 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին առաջարկել են Մադրիդյան սկզբունքները։ Բա խնդիրը ինչու՞մն է։ Խնդիրն առնում է, որ հայկական կողմը ընդունել է Մադրիդյան սկզբունքները։ Ադրբեջանական կողմը չի ընդունել։ Երբեք որևէ տեղ որևէ փաստաթուղթ չկա, որտեղ լինի Ադրբեջանի որևէ ներկայացուցիչ ստորագրություն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվելու է 10 տարի հետո անցկացվելիք հանրաքվեի օրինակի համար։ Չկա նման բան։ Նման բան չկա 2008 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված Մայնդորֆյան հռչակագրով։ Գոյություն չունի։ Նման բան չկա Կազանի աշխատանքային փաստաթղթում, գոյություն չկա։ Չկա նման բան արդեն հաջորդած Լավրովի պլանում եւ բնականաբար չէր կարող նման որևէ ակնարկ իսկ լիներ 2019 թվականին, որի մասին այսօր ընդդիմությունը խոսում է, պահանջում են, որ հրապարակեք Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը եւ դրան Հայաստանի պատասխանը։ Հա, բայց կարող են չէ հրապարակեն, ինչ է փոխվել այնց։ Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն հրապարակում։ Բայց ես կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջարկությունը չէր կարող ավելի լավը լինել, քան 2011 թվականի կամ 2016 թվականի Լավրովյան պլանը։ Եվ Ադրբեջանը երբեք 2019 թվականին չէր համաձայնի մի տարբերակի, որ ինքը մերժել է 2008 թվականին Մայնդորֆում, 2011 թվականին Կազանում եւ 2016 թվականին Վիեննայում։ Ի վերջո հիմա ուրճացնում են, ասում են մենք հասել ենք Վիեննայի օրակարգի։ Վիեննայի օրակարգը ինչի մասին է եղել։ Սկսենք դրանից, որ պարզապես ինչպես օրակարգ կար, այդպես օրակարգ էլ մնացել է, ուրիշ ոչ մի կերպ չի։ Բայց ինչի մասին է այդ օրակարգը։ Ես հիմա ասեմ ինչի մասին։ Այդ օրակարգը պատերազմը սառեցնելու մասին է, պատերազմը սառեցնելու մասին է, ի դիմաց Հայաստանի գրավոր խոստման, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին։ Գրավոր։ Պետք է Հայաստանը գրավոր ժամանակացույցի տակ ստորագրել Աղդամի շրջանի վերադարձ, ասենք X թվականի Y ամսում, Կերբաջարի շրջանի վերադարձ Z թվականի Q ամսին, այսպես։ Երբ այս ժամանակացույցը Հայաստանը ստորագրեր, Ադրբեջանը համաձայնում էր հրադադարի մեխանիզմներ ստեղծել, որտեղ արդեն Հա, բայց առևտրի տեսանկյունից շատ ոչ, արդեն խոսքը գիտեք ինչին է, խոսքը վերաբերելու է նրան, որ մենք չենք պատերազմում, քանի որ Հայաստանի գրավոր պարտավորությունը կա, որ այս թվին Աղդամը վերադարձնելու է։ Աղդամը չվերադարձնես, մեխանիզմները վերացնում են։ Եվ այստեղ է, որ չեն եկել համաձայնության, ես հիշեցնեմ, ովքեր մոռացել են, ադրբեջանական կողմի խոսույթ այդ տարիներին հետևյալներ հրադադարի մեխանիզմի ներդրման քննարկումներ կարող են հաջորդել Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձի շուրջ սուբստանտիվ բանակցությունները ավարտելուց հետո։ Սա է սուբստանտիվ բանակցություն, ինչ է նշանակում։ Առարկայական բանակցություն ենք խնդիր, հասնում ենք այս խնդիրը։ Նրանք բաց տեքստով չեն ասել։ Եթե բաց տեքստով ասեին, գուցե Հայաստանում այլ վիճակ լիներ։ Հիմա գանք այդ Ռուբիկոնին։
որտեվ ամեն դեպքում Փուլայնից հետո էլի հնարավորություն մինչև գոնե թե Իլհամ Ալիևի հավանաբար իշխանության գալը, էլի հնարավորություն եղել է ինչ որ կերպ իրավիճակը փոխելու։ Եղել է ինչ որ Ռուբիկոն, որից հետո մենք պարզապես գնացել ենք պատերազմի հետ հաշվարկի։ Որն է այդ կետը եղել, որ այդ պահից կարող ենք արձանագրել, որ ինչ էլ ուզում է իր անել, ոչինչ չի փոփոխվելու։ Դարի պայմանագիր 2016 թվականի ապրիլի 2։ դա Ռուբիկոնն էր։ Այո։ Իսկ մինչ այդ հնարավորություն կար, այսինքն Թերևս գուցե 15 թվականը մենք չանցկացնեինք այնպես ինչպես անցկացրել ենք, դա Եղեռնի ցեղասպանության 100-ամյակի տարիներ, չէ՞։ Այդ էմոցիոնալ մթնոլորտը գուցե եթե մենք կարողանայինք այդ էմոցիաները զսպել եւ ասենք ավելի զուսպ անցկացնեինք այդ միջոցառումները, գուցե հնարավորություններ, բայց ինչ կապ ունի մեկը մյուսին։ Հայաստանում էին գտնում 3 նախագահ, եթե չեմ սխալվում, մերն ներառյալ։ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներն էին միայն։ Ինչ ճոխության մասին էր խոսքը։ Իսկ ինչ է նշանակում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների ներկայացումը։ Երկու համանախագահ երկրների մասին է խոսքը։ Երկու համանախագահ երկրներ հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մասնակցությունը ինչ մեսիջ է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Ինչ մեսիջ է։ Մանավանդ որ մինչ այդ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին դրա նախօրյակին։ Հետ կանչեց։ Շատ բարի։ Բայց ինչ մեսիջ է։ Գիտեք, եթե 2008 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրում են Մայնդորֆի հռչակագիր։ Մայնդորֆի հռչակագիրը այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միավորված ազգերի կազմակերպության 4 բանաձևերի հիման վրա։ Ասենք բառացիորեն գրված չի, բայց ասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ դրանց հիման վրա ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա։ Այլ փաստաթուղթ ու որոշում, քան միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 4 բանաձևերն գոյություն չունի։ Դրան հաջորդում է ինչ։ Դրան հաջորդում է 2009 թվականի Ցյուրիխ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրում։ Ինչը պարզ ակնարկ է, որ Ղարաբաղի խնդիրը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն հայ-թուրքական հաշտության գործընթացին զուգահեռ կամ այդ կոնտեքստում։ Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Հայաստանի նախագահը հետ է կանչում հայ-թուրքական արձանագրությունները։ Որտեվ թուրքերը ձգում էին։ Այսինքն մենք մտածում ենք, որ Թուրքիան դա հանդուրժելու էր եւ Ալիևը կարող էր առանց Թուրքիայի աջակցության հովանավորության կամ Թուրքիայի հետ խորհրդակցելու։ Այսինքն եթե արձանագրությունները հետ չկանչեին, ճիշտ եմ հասկանում։ Եվ միջոցառումը չկազմակերպվեր Ծիծեռնակաբերդում, սա կարող էր այլ ընթացք տալ, այդ թվում նաև 2016-ի իրադարձություններին, հետագայում 2020-ի իրադարձություն, ճիշտ եմ հասկանում։ Այսինքն եթե այլ ընթացք ունենար 2016 թվականը չէր լինի նաև 2020 թվականը, ասենք մեկ հարց կգնար կարգավորման։ Հարց չի գնացել կարգավորման, որովհետև հարցի կարգավորման շահագրգիռ կողմը Ադրբեջանը ենթակա լինելով ավագ եղբոր կամքին չէր կարող ուղղակի հայ-թուրքական պրոցեսից դուրս սեպարատ Հայաստանի հետ ինչ որ Իրոք, պարոն Աթաբեկյան, շատ ներողություն եմ խնդրում։ 2008-ին ընտրվելով 2009-ին գործընթացը սկսվել, ճիշտ է հայ-թուրքական։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մայնդորֆյան համաձայնություն։ Մայնդորֆյան հռչակագիր է ստորագրել։ Դա առաջին փաստաթուղթն է։ Հիասքանչ հիմնված 4 բանաձևերի վրա, այսինքն մի բան, որ բավարարում է Ադրբեջանին։ Ճիշտ եմ, չէ՞, ճշմարիտ եմ ասում։ Բավարարում է, չէ՞, Մայնդորֆյան արձանագրությունը։ Ընդհանուր առմամբ այո։ 2009-ին դրան զուգահեռ
Հայկական կողմը հայ-թուրքական բանակցություններն է մեկնարկում։ Այսինքն, բավարարում է Ադրբեջանի պահանջը Մայնդորֆյանով եւ գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այդ ֆուտբոլային դիվանագիտություն, արձանագրություններ եւ այլն եւ այլն, շատ լուրջ քննադատության տակ հայտնվելով այդ դաշնակցության կողմից եւ process-ը գնում է առաջ, գնում հասնում է համանդրական դատարան, համանդրական դատարանը խոշոր հաշվով մեծ խնդիրներ չի տեսնում ամեն ինչի մեջ, եթե հաշվի առնենք, պարզապես որ պետք է հաշվի առնել ցեղասպանության համամարտկային ճանաչման եւ այլն եւ այլն։ Այսինքն հայկական կողմը խոշոր հաշվով նաեւ շոշափելիս է եղել թուրքական կողմի տրամադրությունները, որտեղ այնտեղ էլ տրամադրություններ կան։ Մենակ մեզնից չի կախված, չէ՞։ Թուրքիայում էլ տրամադրություններ կան, ներքաղաքական անդիմադիր իշխանական, Ադրբեջանում էլ տրամադրություններ կան, ներքաղաքական անդիմադիր իշխանական, արտաքին այլ խաղացողներ, ֆակտորներ կան, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի գործողությունների վրա։ Եթե բանը սկսում է 2008-ից Մայնդորֆյանից, գնում է 2009 հայ-թուրքական արձանագրություններն ու գործընթաց մինչև արձանագրություններին հասնել։ Գործընթացին հետո արձանագրություններին ու գնում հասնում է մինչև 2015 թվական ու բանը տեղից բացարձակ չի շարժվում։ Այդտեղ ինչ լուծման հավանական հնարավորություն կան, որ այ ամեն ինչ քանդվեց այն ժամանակ, երբ որ Պուտինը Ֆրանսիայի նախագահ Սարկոզին էր, չէ՞, թե չեմ սխալվում։ Այդ ժամանակ Սարկոզին եւ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում 100-ամյա տարելիցն էին նշում միասին։ Ինչպես է սա ազդել, ես այդ ազդեցությունն եմ ուզում հասկանալ։ Այսինքն նախորդ 6-7 տարին նշանակություն չուներ։ Հակիրճ պատասխանեմ Հայաստանի երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, որ նաև հետագայում ազգային ժողովի պատգամավոր է, գիրք է հրապարակել։ Այդ գրքում, ես գիրքը լրիվությամբ չեմ կարդացել, բայց նա պարբերաբար Facebook-ում հատվածներ է հրապարակում, եւ այդ հատվածներից մեկը վերաբերում է Սերժ Սարգսյան Հիլարի Քլինտոն բանակցություններին, որտեղ Հիլարին Սերժ Սարգսյանին խնդրում է, չսպասելով Թուրքիայի արձագանքին, վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Սա լրջագույն մեսիջ է, այսինքն այն մասին է, որ եթե Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները վավերացնում է, ապա Միացյալ Նահանգները եւ Լեռնային Ղարաբաղի հարցում եւ հայ-թուրքական կարգավորման հարցում աջակցում են Հայաստանին դեստրուկտիվ ներկայացնելով Թուրքիային։ Հայաստանը ստորագրել է, վավերացրել է, դուք չեք ստորագրում, դուք չեք վավերացնում։ Որ թվականի մասին է խոսքը կուշեք։ Ռեալ չեմ հիշում, բայց ամեն դեպքում Ցյուրիխյան արձանագրությունից հետո Հիլարին արդեն եւ հայկական կողմը մերժում է։ Չի մերժում, ասում է ինչի դիմաց։ Այնտեղ հարցադրումը Հայաստանի նախագահի հարցադրումը սա է, ինչի դիմաց։ Արդյոք adekvat չէ այդ հարցադրումը։ Իհարկե adekvat է, չեմ ասում ոչ adekvat է։ Իհարկե adekvat է, բայց երբ մենք չենք կարողացել հասնել Միացյալ Նահանգներից ինչի դիմաց մենք վավերացնենք հարցի պատասխանին, կնշանակի միջազգային հանրությունը, Միացյալ Նահանգները, կոնկրետ Միացյալ Նահանգները, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի վրա ազդեցություն չեն գործել։ Իդեպ նույն Սամվել Ֆարմանյանը հիշում է նաև Սարկոզի Սերժ Սարգսյան բանակցությունները, որտեղ Սարկոզին բաց տեքստով ասում է, որ լինելու է պատերազմ եւ մեր հայ բարեկամները խնդիրներ են ունենալու։ Այսինքն ոչ ոք չի օգնելու, Հայաստանին ոչ ոք չի օգնելու։ Սա ասում է Ֆրանսիայի նախագահը։ Իրավիճակի գնահատման մեր սանդղակը եկեք ընդունենք, որ չափից դուրս բարձր է եղել։ Մենք ինչու պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, չեք հիշում այդ տարիների ում կողմից։ Ախր իշխանությունները, այդ պահի իշխանությունները պատրաստ են եղել, ով է դեմ եղել։ Իշխանությունը ով է դեմ եղել։ Դեմ է եղել Սփյուռքը, հիշեք Սերժ Սարգսյանին Փարիզում ինչպես ընդունեցին։ Դե այդ եմ ասում, իշխանությունը կողմ է եղել, ով է դեմ եղել։ Եվ այստեղ հնչող կարգախոսը Դաշնակցության կողմից դրված կարգախոս նախագահ Միզիջիր Թուրքիայի հետ հարաբերությունները Միզիջ, այսինքն մտնոլորտ այնպեսին է եղել, որ որևէ իշխանություն, եթե նա մահապարտ չի, կամիկադզե չի կարող հանրային կարծիքին այդքան կտրուկ դեմ գնալ։ Գեգամ Մանուկյանը իհարկե ձեր հետ չէր համաձայնի։
զրուցում էինք այս շաբաթ այդ նաև Գեղամ Մանուկյան, ինչով պետք է առարկի։ առարկում է, ասում է նախապայմաններ կային Թուրքիայի կողմից եւ Հայաստանը իրավունք չուներ այդ նախապայմանները բանակցային գործընթացում ընդունել։ Այսինքն ինչ նախապայմաններ կային։ Հրաժարում նախ հանձնաժողովի հիմնում, երկկողմ հանձնաժողովի հիմնում, որը ինքնին կասկածի տակ էր դնում ցեղասպանությունը, եւ եթե մենք գնում ենք այդ հանձնաժողովի ձևավորմանը, հետեւաբար մենք մերժում ենք այդ ու նաեւ Թուրքիայի պես, որ այդ ցեղասպանությունը իրողություն է եղել, եւ սա անթույլատրելի է առաջին հերթին սպասարկելու Սփյուռքի շահերը սպասարկելու տեսանկյունից։ Դու եթե մենք պետք է պետություն ունենանք, որը սպասարկելու է Սփյուռքի շահերը, այս դեպքում դա նույնստեղ ինքնության հարցն են դնում։ Ասում են, երբ ասում ենք Սփյուռք, մենք ասում ենք մենք խոսում ենք մեր հայրենակիցների ու 1.5 միլիոն հայերի մասին, որոնց սպանել են։ Հիմա հայկական պետությունը, հայկական տրագեդիայի հետևից պիտի գնա, համամարտկային ճանաչման պիտի հասնի, թե չէ, որովհետև նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հրեական պետությունը չպիտի գնա հոլոկոստի ճանաչման ճանապարհով, չպիտի գնար, եթե ինքը գտնում էր ճնշումների տակ։ Ես անկեղծորեն պատասխանեմ։ Հրեական պետությունը չի հասել հոլոկոստի ճանաչմանը։ Հրեական պետությունը հոլոկոստի ճանաչման ծնունդ է։ Այդ պետությունը ինքը ոչինչ չի արել։ Բացարձակապես։ Հոլոկոստը ճանաչվել է որպեսզի լինի հրեական պետություն։ Իհարկե։ Հայկական պետությունը արդեն իսկ կա։ Այսինքն ցեղասպանության ճանաչումը կապել հայկական պետական ինքնության հետ, սա իսկ ինչ անել, մոռանալ դրա մասին, պարոն Թովիկ։ Ով է ասում մոռանալ։ Չէ, ինչ անել, այդ դեպքում այդ իրողությունը կա։ Իրողությունը կա։ Ինչ անել այդ դեպքում այդ իրողության հետ։ Իրողության հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են սրբության հետ։ Հիշատակի սրբության հետ։ Բեք Բայց պատասխան չստացա։ Վարվել իբրև սրբության հետ։ Այո։ Այսինքն ինչ Այսինքն դա մի իրողություն է, որ մենք ընդունում ենք որպես համազգային ողբերգություն եւ ասում ենք առաջ։ եւ ասում ենք առաջ։ Չէ, այստեղ մարդկայնացնեմ էլի մի քիչ օրինակ։ Ինչ որ մի քաղաքացու եղբորը սպանում են։ Իդեպ մենք վերջերս կանանք զուգահեռներ կանանք, այդպիսի մի դեպք եղավ։ Այդ մարդը պահանջում է արդարադատություն։ Եղբոր սպանողներին գտնել, դատապարտել։ Չի գտնում արդարադատությունը եւ գնում է վրեժխնդրության վենդետայի։ Այսինքն մարդուն պետք է արդարություն եւ արդարադատություն։ Եթե ինքը չի գտնում արդարությունն ու արդարադատությունը, ինքը վրեժխնդրություն ազերվում մեջ։ Չէ, արդարադատությունը ո՞րն է տվյալ դեպքում։ Որ աշխարհը ճանաչի, որ դա տեղի ունեցել, որովհետեւ դրանից հետո մարդը հանգստանում է հասկանալով, որ բոլորը համակարծիք են, որ աշխարհի 30 պետություն ճանաչել է հետո։ Դե 30-ն է ճանաչել, դրա համար ոչինչ տեղի չի ունեցել։ 150-ը ճանաչի հետո։ Դե դրանից հավանաբար մեր նախկին իշխանությունները փորձում էին ստանալ ավելին, քան օրինակ պարզապես ստացել էր հրեական պետություն ձևավորելով հոլոկոստի ճանաչումը։ Դա գիտեք ինչի նման է։ Դա նման է մի դատավարության, այսպես, որտեղ կողմերից մեկը պնդում է իր բացարձակ ամեղությունը, մյուսը պնդում է դարձյալ իր բացարձակ ամեղությունը։ Դրա համար կա դատարան։ Այո, եկեք դիմենք դատարան։ Հա, դիմենք դատարան։ Այսինքն որևէ իշխանություն, Հայաստանի որևէ իշխանություն փորձել է հայոց ցեղասպանության թեման տանել Հաագայի արդարադատության դատարան, ՄԱԿ-ի արդարադատության դատարան կամ բարձրացնել Միավորված ազգերի անվտանգության խորհրդի բանաձևի մակարդակի։ Որևէ մեկ փորձ է արել, այսինքն իրավական գնահատական տալ։ Ես կարող եմ միլիոն անգամ ասել թուրքը ջարդարար, թուրքը մարդասպան եւ այլն։ Իսկ մյուս կողմից սա առաջին անգամ ես իմ կյանքում գոնե թե քննարկում արդարության միջազգային դատարանի մյուս կողմից կա ահռելի ինստիտուտներ են գործում Թուրքիայում, որոնք աշխատում են հաստը ժխտելու ուղղությամբ։ Հիմա մենք երկխոսությունը մերժում ենք, ասում ենք Թուրքի հետ ցեղասպանության թեմայով չի կարելի խոսել։ Ես մի անգամ մի համեմատություն եմ արել, ասեմ լավ, չի կարելի, որ Հայաստանի ազգային ժողովը Թուրքիայի ազգային մեծ ժողովին դիմի, Թուրքիայի խորհրդարանին դիմի եւ ասի, այ խնդրում եմ օրինակ
թախանձագի խնդրում եմ բացատրել, թե Օսմանյան պարլամենտի հայ падգամավորները ուր կորան, որտեղ մնացին այդ մարդիկ։ Իսկ ինչու չեն արել, ինչ եք կարծում։ Ես չեմ ասում սա Չէ, օրինակ, նման օրինակ բաներ ինչու չեն արել։ Որովհետև ինչ։ Որովհետև խելքները չի հասել, քաղաքականապես հարմար չեն համարել, թե դա եղել է մի մեթոդ, որը թույլ է տվել։ Ես կարծում եմ տաբու է, Թուրքիայի հետ խոսելը տաբու է։ Եվ այս հոգեբանական արգելանքը մենք պետք է հաղթահարենք։ Հիմա վերադառնալով հենց այդ Ռուբիկոնին, որի մասին խոսում էինք, հասկացանք, որ ամեն դեպքում իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2015 թվականին եւ որը գուցե չեղարկեց դրանից 6-7 տարի առաջ տեղի ունեցած բանակցային գործընթացը եւ նաեւ 2016-ի ինքնին Ռուբիկոն էին։ Արդյոք Սերժ Սարգսյանն էլ էր հաշվարկում, որ պատերազմը անխուսափելի է եւ այն ինչ տեղի ունեցավ արդեն 2018-ին կոմֆորտ էր նաեւ Սերժ Սարգսյանի համար։ Ես չեմ կարող Սերժ Սարգսյանի փոխարեն եւ որևէ մեկի փոխարեն ինչ որ դատողություն անել, որովհետեւ ես չունեմ ինֆորմացիա։ Ես այս իրադարձությունների մասին խոսելիս միշտ կանգ եմ առնում 2014 թվականի վրա։ Ղրիմի բռնակցման։ Ոչ, 2014 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի Արցախի ազգային ժողովի պատվիրակությանը ընդունել է։ Ես ներկայ եմ եղել այդ հանդիպմանը, նա այնտեղ պատմել է Սոչիում Պուտին, Ալիև եւ իր հանդիպման որոշակի մանրամասնություններ ներկայացրել է, որ Ալիևը մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեով որոշելու տարբերակ, ասինքն բացարձակապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող, եւ այդ հանդիպումից ոչ ավելի մեկ շաբաթ հետո ես Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին ասել եմ, որ եթե մենք այս ինֆորմացիան չենք ներկայացնում մեր հանրությանը, իսկ նա դեմ էր, որ ներկայացնի, ապա ես քաղաքականությամբ այլևս չեմ զբաղվելու եւ 2015 թվականի մայիսից ես քաղաքականության մեջ չկամ։ Իսկ եթե ես քաղաքականության մեջ չկամ, իմ ինֆորմացիան այն ինչ որ մամուլն է։ Իսկ այդ ինֆորմացիայի հիման վրա ինչ-որ բան կառուցել չափազանց դժվար բարդ է, բայց ես ասեմ, ինչն է կասկածելի։ Ապրիլի 2-ին սկսվում են մարտական գործողությունները։ Ընդ որում սկսվում են նույն ուղղությամբ, նույն ուղղություններով, որ սկսվել է 44 օրյան, հարավից եւ հյուսիսից։ Թալիշի ուղղություն եւ Ջաբրայիլ Հադրութի ուղղությունից։ Ապրիլի 5-ին այդ ռազմական գործողությունները դադարում են։ Կեսօրին ժամ 12-ին դադարում են։ Ինչի հիման վրա։ Պայմանավորվածություն։ Ինչ պայմանավորվածություն։ 5 տարածքներից դուրս գալու 5+2 տարբերակ է։ Այսինքն բանավոր պայմանավորվածություն։ Հավանաբար այո, որովհետև դրանից առաջ քննարկումները կային, չէ։ Ես նույնպես տրամաբանորեն հանգում եմ ձեր ասացին, բայց Մոսկվայի մեկնել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Այսինքն նրանք Ռուսաստանի պաշտպանության նախարարի կամ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առանձնասենյակում մեկը մեկին նայելով բանավոր խոստացել են, որ հա կրակի դադարեցման հրաման ենք տալիս եւ վերջ։ Այսինքն այս բանավոր պայմանավորվածության հիման վրա պատերազմը դադարել է, քարորիա մարտերը դադարել են։ Երկրորդ, որտեղ էր երաշխիքը, որ այդ պատերազմը չի շարունակվելու 40 օր։ Չկար երաշխիք, իհարկե։ Այդ դեպքում Հայաստանը ապրիլի 2-ին ինչու ռազմական դրություն չի հայտարարել։ Որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք պատերազմի մեջ չեն եղել։ Իսկ սեպտեմբերի 27-ին ինչու հայտարարվեց։ Այստեղ կարող են ենթադրություններ անել, ես հստակորեն չեմ կարող ասել, բայց դրանից հետո արագ չեղարկվեց։ Լավ։ Լեռնային Ղարաբաղում ինչու 16 թվականի ապրիլի 2-ին ռազմական դրություն չհայտարարվեց։ Պաշտոնապես նախագահի հրամանագրով ինչու չի հայտարարվեց։ Չեմ կարող ասել պատասխան։ Եվ ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նույն Լեռնային Ղարաբաղի նախագահը ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիր չի ստորագրել։ Չկա նման հրամանագիր։ Ինչու։ Այդ հարցերի պատասխանները ես չունեմ, պարոն Տնտեսյան։ Այսինքն այս հարցերի պատասխանները եթե մենք չունենք,
Մենք չենք կարող 2016 թվականի ապրիլի 5-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27 ընկած ժամանակահատվածը գնահատել։ Որտեղ մենք չգիտենք 2016 թվականի ապրիլի 5-ին մարտական գործողությունները ինչ հիմքի վրա են դադարել։ Կա արդյոք գրավոր արձանագրություն գոնե, ստորագրություն կա, չկա, մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե ինչու ի տարբերություն 1992-94 թվականների պատերազմի, 2.5 տարի պատերազմի, Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվեց ռազմական դրություն։ Ինչու՞։ Այստեղ կարող ենք շատ դավադրությունների թեորիաների մեջ ընկնել, բայց կարծում եմ պատասխանը շատ ավելի տրիվիալ է։ Կոմպետենտություն։ Սովորական կոմպետենտություն կամ դրա բացակայություն, պարոն Աթանասյան։ Որովհետև կարծել այ ինչու հայտարարեցին, հետո չեղարկեցին, դրա պատասխանը գոնե թե որոշակի շրջանակների հետ ծանոթ լինելուց կարող եմ ինքս էլ կարող եմ գնահատական տալ, որ այստեղ դավադրություն չկա խոշոր հաշվով, չիմացություն է։ Ես չեմ ասում դավադրություն։ 2016 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Սերժ Սարգսյանը 1994 թվականին մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էր եւ Ադրբեջանի հետ ստորագրել է հրադադարի համաձայնագիր, այո, Գրաչովի ներկայությամբ։ Ես չեմ ասում, նույնիսկ այստեղ փորձ չեմ անում հարցադրում անելու, թե ինչու 2016 թվականի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը Յուրի Խաչատուրովի հետ Մոսկվա չի մեկնել։ Ինչու ներկա չի գտնվել։ 1994 թվականի հրադադարը եռակողմ է։ Ինչու 2016 թվականի հրադադարը եղավ երկկողմ։ Եվ ինչու 2020 թվականի պատերազմը, արդեն 44-օրյա պատերազմը եղավ Հայաստան-Ադրբեջան։ Անցյալ անգամ ընդդիմության ներկայացուցիչը չեմ հիշում ով էր, բայց հետաքրքիր բան է ասում է, իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը երբ են պատերազմել, որ հիմա խաղաղության պայմանագիր են։ Ճիշտ են ասում, չէ՞։ Դա տրամաբանական հարցադրում է։ Երբ են պատերազմել։ Երբ են պատերազմել։ Պատերազմ հայտարարում է ազգային ժողովը։ Եվ Ադրբեջանի Միլլի Մեջլիս սահմանադրությունը նրան է լիազորում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն կնքելու, իդեպ խաղաղություն կնքելու իրավասությունը։ Հայաստանի ազգային ժողովը նման հայտարարություն չի արել, որ Ադրբեջանի պատերազմը հայտարարում։ Միլլի Մեջլիսը առավել եւս։ Բայց այսօր Հայաստանը եւ Ադրբեջան ստորագրում են խաղաղության։ Ճիշտ է։ Որն է դրա պատճառը։ Ինչու է Հայաստանի Հանրապետությունը գնում խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ, որ երբեք ռազմական գործող պատերազմական դրա պատճառը գետնի վրա առարկայական իրավիճակն է, որը արդեն քեզ թույլ չի տալիս, կոնկրետ ձեզ նկատի չունեմ, Հայաստանի իշխանությանը, ով էլ որ լինի իշխանություն, թույլ չի տալիս, որ բառ անգամ խոսի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մասին։ Որտեղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հրադադարի կողմ է դարձել ռազմական հաջողությունների շնորհիվ եւ պայմանավորվածություններից դուրս է մնում ռազմական անհաջողության պատճառով։ Այստեղ գլխավոր հարցը նա է 2016 թվականին մենք հայկական կողմերը ինչ վիճակում ենք եղել հաղթողի, պարտվողի։ Չէ, պարոն Աթանասյան, թույլ տվեք, եթե կարելի է։ Արցախում կար համայնք, որի ներկայացուցիչները Եվլախում բանակցություններ էին վարում։ Այսինքն Ադրբեջանի իշխանությունը ընդունում էր, որ կա ինչ-որ համայնք, որ ինքը իրեն հռչակել է պետություն, եւ պետության համայնքի ներկայացուցիչներին պետք է կանչել Եվլախ, որ իրենք ինչ-որ թուղթ ստորագրեն, որով լուծարում են Արցախի հանրապետությունը։ Եվ Արցախի հանրապետության լուծարման փաստաթղթի ստորագրման թեման ավտոմատ փակվում էր։ Փակվում են այնքանով, որքանով որ հարգելի Իլհամ Ալիև եղա այսօ։ Մենք ձեր հետ պատերազմ չենք հայտարարել։ Դուք կռիվ եք տվել ձեր երկրի ներսում, եթե անգամ ճանաչում ենք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Դուք կռիվ եք տվել ձեր երկրի ներսում սեպարատիստական վարչակարգի հետ, վերջում կանչել եք Եվլախ, այդ մարդկանց հետ ստորագրել եք իրենց ինքնահռչակ վարչակազմի լուծարման պայմանագիր, եւ դրանով ամեն ինչ ավարտվել է։ Հայ-ադրբեջանական խաղաղությունը այստեղ ինչ կապ ունի, որ դրա հիմքով էլ հետագայում հիմք ընդունելով նոյեմբերի 9-ին նորդ կետը գնանք Վաշինգտոն մի հատ էլ օգոստոսի 8-ի փաստաթուղթ ստորագրենք,
որտեղ մեզ կասեն, գիտես ինչ, դες չենք ուզում տեսնենք, բայց եթե ամերիկացիները կառավարեն ճանապարհը, այն ճանապարհը, որ դուք խոստացել էիք նոյեմբերի 9-ով տալ, հիմա լավ կլինի, որ ամերիկացիների կառավարմամբ ամեն դեպքում անխոչնդոտ անցում տակ։ Որն է տրամաբանությունը Հայաստանը, սա որտեղ դուք էլ շատ լավ վստահ եմ գիտեք, որ տարիներ շարունակ այս կոնֆլիկտը գնացել են ուղղությամբ, որ սա տարածքային կոնֆլիկտ չէ։ Սա ինքնորոշման իրավունքի հետևից գնացող Արցախի հայության հարցն է։ Իսկ եթե մենք տանում ենք տարածքային կոնֆլիկտի, հայտնի հայտարարություն ինչ ասեմ, շատը չարչարկված արդեն։ Այստեղ արդեն իրավիճակը այո փոխվում է Հայաստան, Ադրբեջան պատերազմի մասին, որ հետագայում պիտի գնա խաղաղության։ Այսինքն մեզ պարտադրել են խաղաղության պայմանագիր կնքելով նախ խոստովանել, որ մենք պատերազմի մեջ ենք եղել Ադրբեջանի հետ, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, ռեպարացիաներ, օկուպացիա եւ այլն եւ այլն եւ այլն, կեղեքումներ այնտեղ հանքերի։ Ու հիմա էլ գնում ենք այդ հիմքով, որ ճանաչել ենք մենք ենք օկուպանտ եղել, խաղաղության պայմանագրի ստորագրման։ Նախ ասեմ, որ այն ինչ որ մենք ներկայացրել ենք որպես ինքնորոշում, աշխարհը ընդունել է մասնակիորեն։ Որի։ 1. Երկրորդ, խնդիրը տրանսֆորմացիա է ենթարկվել, երբ սկսվել է բանակցությունների քիվեստյան փուլը։ Դե երբ դու խոսում ես տարածքների կամ սուվերեն միջանցքների փոխանակման մասին, արդեն իսկ խոսում ես Հայաստան-Ադրբեջան տարածքային խնդիրների առկայության մասին։ Սա չես կարող ուրանալ։ Շատ բարի, պարոն Աթաբեկյան։ Երրորդ հանգամանքը Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքական ինքնակազմակերպվածության նկատմամբ բացարձակ արհամարհական վերաբերմունքը եւ անտարբերությունն է։ Եթե դու բարձրացնում ես պաշտոնական Ստեփանակերտը որպես ինքնորոշման սուբյեկտ, ապա պետք է այնտեղ ունենաս համապատասխան մակարդակի պարտներ։ Համապատասխան մակարդակի պարտներ չէին այն մարդիկ, որոնք չէին համաձայնվում Սերժ Սարգսյանի առաջարկին, Սերժ Սարգսյանը ասում էր, եթե այսպես շարունակեք, մի օր երկելու եք Ստեփանակերտ Ստեփան։ Համարժեք պարտներներ չէին։ Բայց եթե հրաժարվում է Հայաստանի նախագահի առաջարկից, այսինքն մերժում է Սերժ Սարգսյանին, եթե համաչափ չէր գործընկերությունը երկու մայրաքաղաքների միջև, այդ ոնց էր Ստեփանակերտը մերժում Սերժ Սարգսյանը։ Իսկ դա ինքնին անհամաչափության արտահայտություն է, եթե Այսինքն Ստեփանակերտը ավելի ուժեղ էր, քան Երևանը։ Եթե դե հիմա նույն տրամաբանությամբ Լևոն Զուրաբյանն ասում է փորային տարբերակը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը վիժեցրել է։ Ես չեմ հավատում, որ Ստեփանակերտը կարող էր Սերժ Սարգսյանին մերժել։ Չեմ հավատում։ Ով էլ որ ասի չեմ հավատում։ Անկամ Քոչյանի գործոնը հաշվի առնեն։ Բացարձակապես հնարավոր չի, որովհետև այն իշխանությունը, որ 2007 թվականին Ստեփանակերտում ձևավորվել է, մինչև 2020 թվականի մայիս պաշտոնավարել է այն պրոյեկտով, որ գծվել է 2008 թվականին Հայաստանում նախագահական ընտրություններում։ Ասեք, դա եղել է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը։ Ով կարող է ասել, որ Բակո Սահակյանը առանձին ինքնուրույն ինչ-որ քաղաքականություն էր վարում, քան Սերժ Սարգսյանը։ Բայց երբ ասում են համարժեք adekvat պարտներ պետք է ունենաս, խոսքը վերաբերում է ոչ միայն առաջին դեմքին, այլ ընդհանրապես քաղաքական թիմին, ով դուք բազմիցս Արցախի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, շփումներ, հարցազրույցներ եք վարել Ստեփանակերտում, թե նախկին, թե հետպատերազմյան էլիտայի հետ, որևէ անգամ համաշխարհային միջազգային քաղաքական օրակարգին ներգրվող որևէ խոսք Ստեփանակերտում դուք լսել եք։ Արդյոք դա Երևանի բաց թողումն էր։ Իհարկե։ Ինչու էր Երևանի բաց թողումը։ Եթե Արցախի իշխանությունները համարում են, որ կա նախագահ, պարլամենտ, վարչապետ, նախարարներ, արտգործնախարար, այսինքն ինչ է, Հայաստանի իշխանությունները արգելափակել են արտգործնախարարի մտավոր կարողությունները, հաշվարկելու տարածաշրջանային իրողությունները, բա ինչ։
ստեղծվում է այնպիսի մի մթնոլորտ, այնպիսի մի միջավայր, այլ ճիշտ, որտեղ որևէ տրամաբանական կամ հիպոթետիկ միտք ասելը, բացի այն, որ Արցախ, Հայաստան, Սփյուռք երամիասնություն դիտում է որպես բանադրանքի առարկա, քննադատության առարկա, բանադրանքի առարկա, ով է 2017 թվականին հայտնագործել, որ Արցախում պետք է Լեռնային Ղարաբաղում պետք է սահմանադրություն փոխվի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերանվանվի Արցախի Հանրապետություն։ Ով է դրա հեղինակը։ Չեմ կարող ասել։ Այդ նախագծի հեղինակը Սերժ Սարգսյանի արդարադատության նախարար Հրար Թոմասյանն է։ Այդ գաղափարի հեղինակը, այդ գաղափարը այստեղ է ծնվել, այստեղից տեղափոխվել է Ստեփանակերտ։ Շատ բարի։ Եվ այդ սահմանադրությունը ի վերջո հանգեցրել է նրան, որ Բակո Սահակյանը երրորդ անգամ երամյա լիազորություններով 2017 թվականին մնացել է նախագահ եւ պաշտոնը թողել է 2020 թվականի մայիսի 15-ին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը։ Այսինքն հուլիս, օգոստոս գցել է Արայիկ Հարությունյանի գրպանը, 4 ամիս հետո իր պաշտոնաթողությունից 4 ամիս հետո սկսվել է 44 օրյա պատերազմ, այսինքն մի պատերազմ, որ 7 օր կտևեր, թե 57 օր կտևեր, ոչ ոք չգիտեր, բայց տևել է 44 օր եւ ավարտվել է հայտնի հետևանքներով։ Այս իրավիճակում արդեն Հայաստանին ինչ փաստաթուղթ էլ որ ներկայացվի, մերժումը հավասարազոր է ռազմական գործողությունների վերսկսմանը, որտեղ նոյեմբերի 9-ին ինչ է ստորագրվել։ Զինադադարի մասին հայտարարություն։ Ինչու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Դու Ստեփանակերտ կանգներ ասել ես եմ ստորագրում։ Ահա թող կանգներ ասեր, սա խնդիր։ Ոչ թե ասեին Նիկոլը ճիշտ է։ Արցախը ծախեց։ Ճիշտ է, տեսեք։ Հա։ Եթե Նիկոլ Փաշինյանը, շատ շնորհակալություն իշխեցնելու եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է այդ փաստաթուղթը ստորագրել, ասում է հարգելի սիրելիներ, ինչու չէր կարող հրաժարվել։ Չէր կարող հրաժարվել, որովհետև արդեն ագրեսիայի սուբյեկտ էր դառնալու Հայաստանի Հանրապետություն։ Ինչու էր ագրեսիայի սուբյեկտ դառնալու Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ օկուպացրել քո երկրի տարածքը։ Շատ հանգիստ։ Կա ինքնորոշված պետություն, ինքնորոշվել են գնա հարցերը լուծի հետը։ Սա գիտեք, ես կարող եմ ձեր հետ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է ինձ չէին հասկանա։ Քննարկել, չէ, հասկանալ չհասկանալու խնդիր չի։ Խնդիրը նա է, որ լավ, եթե ինքնորոշման իրավունքի հարցեր Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը տարեկան 2 անգամ ինչու կամուֆլաժ հագուստով գալիս էին Լեռնային Ղարաբաղ եւ մասնակցում էին զորավարժությունների։ Դե նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյաններ էր հակնվում գնում այնտեղ։ Ուզում եմ ասեմ, բոլորը եղել են մի թմբիրի մեջ։ Ինչ քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը հայտնագործություն չի արել։ Նիկոլ Փաշինյանը կրկնել է այն, ինչ որ ճիշտ է։ մինչև իրեն եղել է։ Եթե հիմա խոսում ենք ինչու են կոտար տարածքում զորք օգտագործել եւ դա ասում եմ երկրի ղեկավար, որի զավակը այդ տարածքում է ծառայություն իրականացրել, ընտանիքի մյուս անդամն էլ կանոնական ջոկատ է կազմել պատերազմի ժամանակ մեկնել է տարածքում ռազմական գործողությունների, ինքը անձամբ է գտնվել Ստեփանակերտի բունկերում ռազմական գործողությունների ժամանակ, խոշոր հաշվով ստացվում է, որ մեր իշխանությունները մեզ են խաբել, ձեր իշխանությունները ձեզ են խաբել եւ ընդհանուր առմամբ երկու հայկական պետությունների ժողովուրդները խաբված են եղել վերջին 30 տարվա ընթացքում։ Ես ճիշտ եմ անցալու։ Ըստ էության, այո, այն ինչ որ մենք ունենք, ապացուցում է ձեր ասածը, ձեր կոնստատացիան, բայց այստեղ մի նրբություն ես ասեմ, երբ մենք Ստեփանակերտում 2020 թվականի պատերազմից հետո առաջարկում էինք, որ Արցախի ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ եւ ասի, որ ինքը որպես հակամարտության կողմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստանձնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրեն վերապահող պարտականությունները, մեզ հրճակում էին Թուրքամե, Դավաճան, չգիտեմ ինչ փաստաթուղթ, որ դեռ մենք էլ պետք է միանանք այդ փաստաթղթին։ Մինչդեռ այդ փաստաթղթում հստակ արձանագրված էր, որ ռուսական խաղաղապահ զորքերը տեղաբաշխվում են շփման նոր գծի երկայնքով եւ Լաչինի Միչանսկի երկայնքով։ Ասում ենք, որ պետք է քաղաքական առումով միանալ այդ
համաձայնագրին այս կամ այն ձևով քաղաքական հայտարարությամբ որոշել որն է շփման գիծը, որն է Լաչինի միջանցքը, քարտեզագրել ֆիզիկական, աշխարհագրական պարամետրերը եւ նստել այն գծի վրա, որը կհամաձայնեցվեր Ադրբեջանի հետ։ Այն ժամանակ ասում են, որ ադրբեջանցիները, բա գիտեք, այս ճանապարհներ են ուզում, այն ճանապարհներ են ուզում, ավելի լավ էր այն ժամանակ մի ճանապարհ, բայց ֆիքսվեր այդ գիծը, Ղարաբաղ ադրբեջանական գիծը, որը թույլ կտար այսօր Հայաստանի իշխանություններին ասել, որ այդտեղ գոյություն է ունեցել Ղարաբաղը ադրբեջանական շփման գիծ, Հայաստանը ադրբեջանական չի, այնտեղ գրված չի հայ-ադրբեջանական շփման գիծ եւ այլն եւ այլն։ Բաց թողումների մի ամբողջ այսպեսի շղթա է, որը սկիզբ է առնում, գիտեք որտեղից է սկիզբ առնում։ Սկիզբ է առնում այնտեղից, երբ 1988 թվականի փետրվարի 20-ին մարզային խորհուրդ ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հայկական սոցիալիստական հանրապետության կազմ փոխադրելու միջնորդության մասին։ Մարտի 1-ին Ստեփանակերտում ձևավորվել է կռուկ կոմիտե։ Եթե որևէ մեկ կարողան այդ հարցի պատասխանը տալ, թե ինչու 1988 թվականի մարտի 1-ին Ղարաբաղյան շարժման Ստեփանակերտի թևը արդեն մարզային խորհրդի գործադիր կոմիտեին կասկածում էր, նա կտա բոլոր անհաջողությունների պատճառի պատասխանը։ Պարոն Ախանեսյան, մենք շուրջ 1 ժամ է զրուցում ենք, բայց կարծում եմ շատ կարևոր զրույց է, որովհետև մինչև պատճառահետևանքային կապերը չես գտնում, չես հետազոտում, թե ինչ է տեղի ունեցել, որ հանգեցրել է իրավիճակին, հետագայում այդ նույն սխալներից խուսափելը դառնում է բարդ, որովհետև դասը չես քաղել, ինչու է այսպես եղել։ Եվ ձեզ շնորհակալ եմ ձեր եւ աշխատանքային եւ մասնագիտական փորձը հաշվի առնելով կիսվելու ես մանրամասներով մեր հեռուստադիտողների հետ, որովհետեւ վերջնարդյունքում իրենք են ընտրություն կատարելու, որտեղ սայթակեցինք, բայց այդ տրամաբանությունը ներկայացնելը հետագծի շատ կարևոր ու շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրիք։ Շնորհակալություն հրավերի համար, բայց ես ասեմ, որ նման քննարկումները, նման երկխոսությունները պետք է բացառապես վերլուծաբանական բնույթ գրել եւ քարոզչական, հակաքարոզչական որևէ տարրեր չունենան։ Եթե մենք կարողանանք հասնել այդ մակարդակին, նման երկխոսություններ օգտակար են լինելու։ Եթե չկարողացանք ամեն մեկս մեր իմացած ինֆորմացիան վերագրեց, հասցեագրեց ինչ որ մեկին, հանուն ինչ որ մեկի, ապա երբեք դասեր չենք հառնում։ Անկասկած։ Դրա համար էլ հետազոտության մասին խոսք գնաց, իբրև շատ պրոֆեսիոնալ լրագրողը սկսնակ լրագրողի։ Շնորհակալ եմ շատ։ Մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ զրուցում էի Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների ազգային ժողովի նախագահ, քաղաքական հասարակական գործիչ Վահրամ Աթանեսյանի հետ։ Մնացեք մեր եթերում։